Ուրեմն հյուրընկալվել եմ դեմ եմ բոլորինին, թե բոլորին դեմ եմ երևի, բոլորին դեմ եմ։ Ստեղ ճիշտ ասած բանել է նկարվում, մենք էպիզոդի մեջ էլ ենք նկարվում ու ես ինքս որ նայում եմ, իմ մոտ մի քիչ տպավորություն կար, որ կարող է մի քիչ տենց բան արած է եւ այլն, բայց ոնց հասկանում, տենց չկատարվում է, հենց ներքին կուխտյան ցուցադրում եք, հա, ստեղ հենց։ Որ ազնիվ ասեմ, 5-րդ օրը որ հասկացա, լավ, էդի մի նկարեք խոսանքից մեկը ելք չկա, եթերը լինում։ Հա։ Ես ինքս իմ մեջ եկա այն որոշման, որ խոսալ այնպիսի բաներ, այն ինչ նորմալ է գնա եթեր։ Որ ելքը հետ էր էլի, այլ տարբերակ համոզել օպերատորին կամ առավել եւս մոնտաժողին տենսը չգտնվեց։ Իդեպ դա ձեզ էլ եմ խորհուրդ տալի, էլի տարբերակ։ Ճիշտ ասած մի հատ բան է հետաքրքիր, մյուսներին նկարեք, ես տեսա բավականին ոնց որ թափանցիկ բան եք դուք որոշել վերցեք, հա, կուրս վերցնեք, ես ձեր ինվոյսներն էի ուրեմն նայում, որը դուք հրապարակել եք։ Ու ուշադրությունը մի հատ շատ հետաքրքիր բան շեղեց, ինչի վրա եք ծախսել 4 միլիոն դրամ մարքեթինգը։ Հարցին կպատասխանի Սպարտակ դուրը։ Նայեք, մեր այդ մարքեթինգ կարող մի քիչ ձևակերպումը լավ չեն գրել, մեր խելքով ինչ կա գրել ենք, բայց ինքը իրականում ներառում է, մենք նախատեսել ենք մեծ կամպեյն ունենանք, դրա ամբողջական ռազմավարությունն է մեջ ներառում, թե ինչ ոնց որ բոլորին դեմ է մի կամպեյնը, ինչ ռազմավարություն պետք է ունենա, դրա ընթացքում ինչ ակտիվացիաներ ու գործողություններ պետք է ունենան ու դրանց նաև ժամանակացույցը, պլանը, այդ ամեն ինչն է ներառում։ Բայց դուք արդեն ծախսել եք այդ փողը փաստացի, ճիշտ եմ հասկանում։ Բայց ինքը ոչ թե ծախսել ենք նրա համար, որ արդեն արել ենքի համար ենք ծախսել, ինչ որ դրանից կա որ արել ենք, բայց դա ներառում է մինչև ընտրարշավի ավարտը մեր անելիքները։ Հաստատություններից ասենք Ադրբեջանի։ Հա, հասկացա։ Այսինքն ճիշտ եմ հասկանում մասնագետների էլ եք դիմել ինչ որ պրոֆեսիոնալների, ինչ որ թիարշիկներ եւ այլն։ Հա, հասկացա։ Մեր այսիշնիկներով ոնց կնինք։ Հա, հասկացա։ Ճիշտ է, ես վերջին ժամանակներում ուղիղ խոսեմ։ Ես գնալով ավելի ու ավելի քիչ եմ ձեր մասին լսում։ Այդ ընդհանուր դաշտում էլ ավելի քիչ քննարկվում, ընդհանուր ձեր էջն էլ որ ստուգում են բան, ոնց որ ակտիվություն չլինի, ինչի հետ է կապում, ինչի է, ոնց որ կարող է համաձայն չեք իմ ասացի հետ, բայց ոնց եք դուք զգում ներսից։ Կարա, եթե բան կա պատասխանող, հա, իհարկե։ Ես եկեք ձև ասեմ, բայց ինձ թվում է կարող է լրացնեմ։ Հա։ Ինձ թվում է մենք երբ որ անում ենք համագումար, ու դա շատ բաց ձևով ենք անում, ասենք միանշանակ բանից սկսած մինչև այդ ամեն ինչը որ կազմակերպում էինք, այդ ոնց որ այդ պահին համել երևի ինչ որ համեմատական ինչ որ քաղաքական իմաստով շատ ինչ որ բաներ ակտիվ չէին գնում, այդտեղ մենք ոնց որ տենց մտանք որպես օրակարգ, ասենց ասեմ, էլի։ Դրանից հետո ինձ թվում է հիմա եկել է մի հատ շրջան, որ հետո շատ ուժեր են սկսել քաղաքականապես ակտիվանալ, ու մենք էլ ոնց որ այդտենց ինչ որ մեծ մի բան հələ չենք հաստատի իրականացրել։ Իմ կարծիքով ոնց որ մենք կարիք ունենք այդպես փոքրիկ մեծ հաղթանակների, էլի, ասենց ասած, համագումարով տաների։ Ես ճիշտ ասած մի հատ բան տեսա ձեր այն վիդեոներ, որ նկարել եք այն շենքի մոտ, դա շատ հետաքրքիր, կարելի ասել է դրանով ինչ որտեղ տենց օրակարգի մեջ կարեցակ մտնեք, բայց ոնց որ այդ մի հատը համաձայնեք քիչ է, էլի, ոնց որ անդադ, ոնց եք մտածում ինչ որ այդ տենց հումորային ֆորմատի մեջ շարունակել, թե ոնց եք դուք պատկերացնում, էլի, այս բանը, ոնց եք դուք DMM-ը հասցնելու ընտրություններին ու ոնց եք ապահովելու, ասենց ասենք, էլի, նվազագույնը 4%-ի շեմը, որովհետեւ բավականին բարդ է կարծում եմ։ Այ գլոբալ խնդիրը ցանկեց ստեղից։ Մենք շատ կոնկրետ հստակ որոշյալ օրակարգ ունենք, որը հանրահարճակեցին։ Արի մոտիկ գամ էլի, ես քեզ իրար մոտ նստենք, որ բան ենք անում, դու էլ երևաս։ Միքայել Նահապետյանն է։ Կարծում եմ շատերը կճանաչեն։ Այդ սենց եղավ, մենք մեր օրակարգը հռչակեցինք։ Ահա։ Ինքը կոնկրետ քաղաքական համակարգի դեմոկրատիզացիայի խնդիր լուծող օրակարգ էր, որը իր բացերը գուցե ուներ, մարդիկ մտավախություններ ունեին, դա հանրային քննարկում առաջացրեց բուն ծրագիրը։ Ընդ որում ասեմ, որ քիչ քաղաքական ուժեր կան, ում ծրագրային դրույթները այտենց 15-օր օրակարգային քննարկման առարկա են դարձել։ Բայց այդ փուլը մենք ապրեցինք, անցանք, մարդիկ կարծիքներ ձևավորեցին։ Մեկը համաձայնեց, մեկը միացավ,
մեկը չէ, մոտ 800 մարդ միացավ, բացառապես այդ ծրագրի վրա հենված Այսինքն գրանցված ունեք հենց Skype-ում 800 հոգի։ 800 հոգի գրանցված ունենք 170 քանի հոգի, 180 հոգու կարգի ֆինանսավորող ունենք։ Դա եղավ բացառապես այդ տեխնիկական օրակարգի հաշվին։ Հասկացա։ Հիմա եկել ենք մի հատ փուլ, որից երկու ուղղությամբ կարանք գնանք։ Առաջինը եթե մեծակտորի մասն ենք խոսում, բոլորին դեմը դարձնենք ավելի էմոցիոնալ, ավելի մեր կյանքի տենց գետնի վրայի խնդիրներից բխող օրակարգ, չշեղվելով մեր ծրագրային դրույթներից, այսինքն երբ որ ասում ենք գետնի վրայից բխող խնդիրների, չասենք այնտեղ տաքսիների լիցենզիան ենք հանելու, թոշակներ ենք բարձրացնելու, IT ֆինանսավորումն ենք ավելացնելու, գիտությանն ենք զարկ տալու, այտենց չէ, այլ այն միջավայրի ու պատճառների մասին խոսանք ու այդ թվում գուցե պետք է դա անել հստակ հասցեատերերով ու պատասխանատուներով, թե ինչի է վերջում մարդկանց 60%-ը հիմա ապաթիայի մեջ ու ովքեր են ստեղծել այդ ապաթիան։ Այս մի ուղղությունն է, որը մեզ հանրային բանավեճի կենտրոն նորից կբերի։ Հասկացա։ Երկրորդ ուղղությունը կնայած հազրանքամ, այսինքն բանը հաշվարկը նրանում է, որ հեսավոր քարոզությունը սկսի, արդեն sense tenants գնալու եք, չէ՞, դուք բաներին, դեբատների կգնաք եւ այլն, մի քիչ կակտիվանա, այսինքն ճիշտ եմ ասում, որ հաշվարկը նաեւ այդտեղ է, որ դուք փորձելու եք հանրությանը այդ ձևով մեսեջը տաք։ Այո, հստակ համեմատության մեջ ցույց տանք կան ովքեր ու կա ինչ առաջարկ։ Okay։ Այս մի բանն է, որի մասին հիմա մտածում ենք ու տենց գծում ենք։ Երկրորդ բանը, ինչը էլի մեզ կարաբերի քննարկումների կենտրոն ու քաղաքացիների արձագանքի կենտրոն, դա ֆիզիկապես քաղաքացիների մոտ գնալն է, ֆիզիկապես իրանց հասնելն է, ու իրանց հետ խոսակցություն բացելն է, որի ուղղությամբ էլի հիմա աշխատում։ Այսինքն ավանդական քարոզչությունն է, որ գնում են ժողովրդի հետ հենց դրսում գյուղերով պատտվել եւ այլն, դուք հենց դա նկատի ունեք։ Ավանդական քարոզչությունը։ Ավանդական քարոզչություն, բայց մի քիչ ավելի ինովատիվ լուծումներով։ Ոչ ավանդական ձևերով։ Ես ասում եմ ժողովրդական բանը ես ասեմ ազնիվ, էլի ինչ է հոգում առաջի։ Տես Հազրանքն կներեք, ես այսօր տեսա այս ձեր մարքեթինգի փողերը ինչի վրա է գնաց դեմեմ գրիչ։ Տեսա։ Մեր պրոյեկտի տարբեր պունկտերից բացի մի հատ մեծ կարևոր կտոր կա քաղաքացուն վերադարձնել բոլորին դեմեմ քվեարկելու տարբերակը, չէ՞։ Կոնկրետ ինձ բավականին պակասում է, բայց մի 5 օր մնաց դրան, որ այդ տարբերակը իրոք վերականգնվի։ Մենք ունենք մեր նայողների համար նորություն, որ կենտրոնական ոնց էր այդ տեղի անունը Սպարտակը։ Ավանդական անձնաժողովի տեղը։ Պետրեգիստրը անունի այդ խնդիր չունի, ոչ մի բանի այդ խնդիր չունի, բացի մի 6-7 հատ ստորակետից դրանք դզե տվել ենք ու մի քանի օրվա մեջ հաստատի մենք այդ նշաձողը հաղթահարացենք։ Այսինքն որպես կուսակցություն է գրանցվելու արդեն։ Բոլորին դեմ տերմինը լինելու է։ Վերջին դրանց։ Դեռ չի գրանցվել։ Այսինքն բայց որ լինի, գրանցվում եք որպես կուսակցություն։ Ու արդեն կարա այդ քվեարկերտիկը մարդը, որ 20 տարի չի ունեցել, օրինակ դու դրա քվեարկելու ընդհանրապես տարբերակ չես ունեցել։ Իմ միջելով եսը չեմ ունեցել։ Զուտ որտեղ եմ վաղ չափահաս չեմ։ Հիմա այդ 20 տարվա բացը վերականգնելու մի քանի օր ամեն։ Այդ շատ կարևոր կտոր է։ Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր այս արածը մաքսիմալ նման լինի իրական բոլորին դեմն քվեարկել, այն ինչ մենք երազում ենք հետո ստեղծենք։ Ու դրան կարճ ժամանակ է մնում, երբ որ ստեղծվա, պետք է համ կդառնա մի հատ փոքրիկ հաղթանակ մեր մեծ ճանապարհին, համ դա մեկը ինձ խիստ կողքեվորի էլ ավելի ջիգարով անեմ ինձ, ինչը էլի հիմա լավ անում եմ, բայց ոնց որ դրանից շատ եթե ապաներ է բացվում պատկերացրիր կգրանցեն չեն գրանցից ու այդ եթե ապայի Եթե այդքան բաները գրանցեն նշանակում է գործընթաց եթե էստեղ հասել է էլի Իրանը մեր կողմ չխփի հա տենց է վիճակը էլի հասկացա ոնց որ եթե հորինված ինչ որ անարդարություն չունի որտեղ մեզ ոնց որ տվել են
տվյալներ, որ SSS-ա դզել պետք, չի գրացել է անունն ա դզել պետք, եսին։ Հասկացա։ Գևորգյանին հեռացեք ձեր շարժերից։ Տենց ինչ որ ռադիկալ ոչ մի անուղելի բան նշած չի եղել, մենք է բոլորը ուղղել ենք։ Okay։ Ու դա շատ կարևոր է բոլորիս համար, որ բոլորին դեմ քվեարկելու տարբերակը լինի։ Հասկացա։ Որ լինի, այդ մի հատ մեծ նոր շունչ կա հաղորդի մեզ, հետո տենց շունչերի էպիզոդներ անելու, ընտրաշավի սկիզբ, ընտրաշավի մեջտեղ դեբատներ։ Okay։ Հասկացա։ Գիտես ինչներ ինձ բան արեց, հետաքրքրեց ձեր բանի մեջ ընդհանուր առմամբ, այս էպիզոդները ես փորձում եմ հետևել, որովհետև երբեմն շատ հետաքրքիր բաներ են բռնում, ոնց որ գալիս ես ստեղից էլի, դու էլ մասնակից լինես, հետաքրքիր տենց ինսայթներ ես իմանում։ Բանն է շատ հետաքրքիր են, որ ես տեսա էպիզոդը ձեր, որ ասում եմ շարժումը քանդվում է, ինչ-որ պայետակ լուրջ ընդունեցի էլի, տենց իհարկե հասկանալի է որ կա չէ, տենց ինչ-որ բաներ եւ այլն, Սցենարի հեղինակը։ Հա, իմ ասածն ինչ է, օրինակ հիմա գիտեք, որ նայում ես այն բաներին, շարժումներին, չգիտեմ, կուսակցություններ, ովքեր հստակ լիդեր ունեն, այնտեղ ավելի հեշտ է գործընթացներ առաջ գնում, որտեվ կա լիդեր, ով որ որոշումը կայացնում է, ասենք օրինակ հիմա ձեր համար դուք չեք մտածում, որ ինչ-որ ձևով փոխեք այդ համակարգը, որ կարողանաք Արամը կարա պատասխանի, Արամը պատասխանի ինքն է խոսում։ Օրինակ համար այդ գործընթացները ինչ որ ձևով արագացնելու համար, որտեղ այսօր ես ականտես եղա, որ կա այդ գործընթացները ինչ որ դանդաղում, չգիտեմ, պատասխանատվության խնդիր առաջանում եւ այլն, ինչ կարծում եմ բնական է, եթե ապակենտրոնա շարժում ու այս ձևով գնում։ Մոնտաժ էինք անելու, չգցեինք, Այդ լուրջ ես ասում եք վաղը թողա, չէ։ Ես ասում եի ախր, ես գալու եմ ցած տանի հանրային անի։ Իրական լայվ վիդեո եք ուզում, դե տեսեք։ Այմա ինսայթները տեսեք։ Սամվելի ընկերն է։ Իրանք իմ մասերը հակցում էին, իրենց մասերը ջնջում էին, Սամվելին հրավիրել։ Դե բայց ես չեմ ասել, որ շարժումը քանդվում է, դա դուք եք ասել։ Հիմա ես հարցնում եմ, ընդդեղից, բայց ընդհանուր առմամբ եթե լուրջ խոսանք, ես ընդհանուր այդ էպիզոդներից զգում էի, որ կա այդ ինչ-որ մի քիչ քաոտիկ բաները, ոնց եք պատրաստում այդ խնդիրը լուծեք, որովհետև ոնց տեսնում ենք 89 օր է մնում մինչև ընտրություններ։ Նայ, ինչպես դու էլ տեսար այս քննարկման ընթացքում, ինքը բավականին սուր քննարկում Ոյ, է։ հələ մի վարքյան կներես էլի մի։ Նայում եք, սերիալը նայում եք։ Հա, ես նայում եմ ձեր սերիալը։ Արամ ջան, խոսում ենք այդ բանի վիճակից, ուրեմն հարցը ինչու՞մ էր կայանում, որ ասում եմ, որ ձերից վերջին էպիզոդներից մեկը նայելով, որ հենց դու ասում ես, որ շարժումը քանդվում է, ինչ-որ քաոտիկ վիճակ էր, ոնց եք պատրաստվում, պայքար մղել են ուժերի դեմ, ովքեր որ ունեն այտենց կենտրոնական կառավարում, այսինքն մի հոգին ինքը արագ որոշում կայացնում է, իրանք ավելի այդ առումով ճկուն են։ Ձեր մոտ մի քիչ ավելի դանդաղ է բան գնում, ուրեմն ասեցինք մնում է 89 օր ընդհանրեն ընտրություններին ու ոնց եք այդ խնդիրները լուծելու։ Միգուցե դուք էլ ինչ-որ տրանսֆորմացիայի ենթարկվեք, մեկ է լիդեր դուրս գա ինչ-որ մի հոգի, որ արագ որոշումներ կայացնի։ Հնարավոր է այդպես տարբերակ։ Չեմ ուզում բացառեմ, որ հնարավոր չի այդպես տարբերակ, բայց հիմա ինձ թվում է, որ այդպես տարբերակ հնարավոր չի։ Այդ քաոտիկության մեջ ես խնդրեմ չեմ տեսնում։ Իրականում այդ քաոտիկությունը մեր առավելությունն է մեծ հաշվով իմ կարծիքով, որովհետև այդ քաոսը անկառավարելի չի։ Այդ քաոսը բավականաչափ կառավարելի է, ինչպես տեսնում եք մենք լիքը պրոյեկտներ ենք անում, լիքը նորարարություններ ենք անում, լիքը օրինակի համար այս շտաբ սերիալը, օրինակի համար հիմա թողարկելու ենք մի հատ ծրագիր, որի միջոցով մարդիկ հեռախոսով կարողանալու են քաղաքականությամբ զբաղվեն։ Մենք փաստացի 2-3 ամսվա մեջ կատարված աշխատանքով խայտարակ շատ աշխատանք են կատարել։ Ու երբ որ մարդիկ օրինակ շտաբ սերիալը նայում են կամ դու ներկա իրես մեր գզվրտոցին, այս գզվրտոցը դրան չի խանգարը։ Այսինքն այս քաոտիկ վիճակը չի խանգարում նրան, որ մենք կարողանանք շատ մրցակցային ձևով պրոյեկտները իրագործենք։ Okay, մի հատ այդ բանն էլ էր ինձ հետաքրքիր, ճիշտն ասած, հենց ձեր նոր application-ը, որով ասում եք, որ քաղաքականության մեջ եք մարդկանց փոխություններ գրավել, կարծում եմ target-ը երիտասարդությունն է, էլի։ Ու բնականաբար ոնց է քելի այդ ինչ է ինքը իրանց ենթադրում երկու բառով որ ասես այդ application-ը սկզբնական միտքը հետեւյալն էր որ այդ application-ի մեջ լինեն առաջադրանքներ մարդիկ կատարեն առաջադրանքներ ստանան մրցանակներ բայց մրցանակները միավորներ է էլի այսինքն application-ի մեջ ոչ մի բան միավոր է ընդհանրապես միավոր է խաղի նման ինտերակտիվ խաղի նման դու leaderboard-ում տենալու ես որ մեկը 500 ունի դու 200 ունես փորձելու ես ավելի շատ անես սկզբնական միտքը էս էր բայց դրա վրա
մենք մի հատ էլ քայլ ավելացրեցինք հետեւյալը, որ շարժման անդամները լոգին լինեն ու իրանք մասնակցեն քվեարկություններին։ Պատկերացրու մենք տարբեր տեսակի որոշումներ ունենք կայացնելու, չէ՞, օրինակի համար այդ սերիալի անունը որոշել ենք, որ շտաբ է։ Հիմա եթե այս application-ը լիներ ու մեր 800 անդամները այդտեղ լիներ, այդ մեր բոլոր տարբերակները կուղարկեինք 800 անդամներին, իրանք կքվեարկեին ու տենց որոշում կկայացնեին։ Այսինքն այս application-ը մեծ հաշվով դառնալու է բոլորին դեմ եմ անդամի պորտալը, որտեղ որ ինքը կարողանալու է կատարի առաջադրանքներ, մասնակցի որոշումներին ու հետագայում մեր հաջորդ մեծ պրոյեկտը լինելու այն, ասել որպես ինսայթ էլի, մեր ԱԺ ցուցակի կազմումը, որը մենք անելու ենք լրիվ բաց ֆորմատով, ու այդտեղ մարդիկ կարողանալու են առաջադրվեն որպես ԱԺ ցուցակի տեխնատու։ Այսինքն չերեզենց այդ application-ի կարողանալու են առաջադրվեն, ինչպես նաև կարողանալու են առաջադրվել որպես ընտրող։ Այսինքն ձեր վարչապետի տեխնացուին ընտրող։ Համ վարչապետի տեխնատուին, համ ցուցակին, դա առանձին բաներ է, էլի մեր մոտ SPA-ի դրությամբ քննարկումներով։ Մի հատ էսպիսի հարց տամ, այս վերջի ժամանակներս ճիշտ ասած ես շատ անհամբեր սպասում էի ձեր ու միասնության թևերի դեբատին, այտենց էլ մի դաժդալս է ոնց ասում է, որովհետև մենք տեսանք, որ իրանք առաջարկեցին 3 փոփոխությունները, դուք 4 եք, չէ՞, առաջարկում, այսինքն ասում եք, որ դուք ասեք ինչ եք առաջարկում։ Նայեք, ոնց որ 3 փոփոխություններ, այսինքն հանել կանոն մեծամասնությունը, շեմը իջեցնել 1% ու ավելացնել բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, այս 3-ը միասնության թևերը ներառել է իր ծրագրի մեջ։ Բայց մեր ծրագիրը այս 3-ից չի բաղկացած։ Շատ կարևոր 4-րդ կետ կա, որը որ վերաբերվում է սա իրագործելուն։ Իսկ սրա իրագործման կարևորագույն կետն է, որ նման ներկա համակարգի արդյունքում ձևավորված իշխանությունը խաղի կանոնները փոխելուց հետո պիտի չմասնակցի հաջորդ ընտրություններին, որովհետև եթե ներկա համակարգով իշխանությունն է ձևավորվում, ամբողջ վարչական ռեսուրսը անցնում է այդ համակարգի տակը ու այդ կազմակերպված ընտրությունները ելի լինում են իր անվան ընտրությունները։ Իսկ եթե օրինակ հիպոթետիկորեն պատկերացնենք ինքը այդ փոփոխություններն արեց 5 տարի հետո ընտրություններ եղավ, ինքը հեռացավ, այդ օքեյ չի։ Օրինակ ոնց է պատկերացնում էլ ես ուզում եմ։ Հա, նայեք, մենք ոնց որ ցանկացած ուժի, ով որ պատրաստ է այս համակարգով գա 5 տարի իշխի դեմ ենք։ Ու դրա պատճառները հայտարարել ենք բազմիցս։ Պատճառները այն է, որ այս համակարգով իշխանություն ստացած ուժը դա ներկայացուցչական ուժ չի։ Մենք չունենք ներկայացուցչական ազգային ժողով, որի արդյունքում ձևավորվում է նենց իշխանություն կամ նենց պարլամենտ, որը որ իրականում ներկայացնում է քաղաքացիներին։ Ձևավորվում է մի անհասկանալի բան, այսինքն մաթեմատիկայի արդյունքում ձևավորվում է ինչ որ իշխանություն, մենք չենք ուզում տենց լինի, այսինքն այդ ցանկացած բանը, որ անեն, էլի լավ է, թող անեն, իրանց ցավն էլ տանեն, թող 5 տարի հետո անեն, բայց մեկը էդի ես դեմ եմ դրան, բոլորին դեմ եմ, դեմա ցանկացած ընդուժի։ Դուք անպայման ուզում եք, որ հենց 4 կետն է լինի արդարության համար, այլևս չմասնակցի ուժը ընտրություններին։ Հասկացա։ Մի հատ ինչ հարց կար, որ ուզում էի տայի, հələ մի րոպե մի հատ։ Ասես բանավեճը խիչ եղել, չգիտեմ։ Խիչ եղել բանավեճը։ Չգիտեմ, ես տեսա այն տակը, իմ post-ի տակ, ես post էի արել, կհիշեք, ես հենց դրա մասին post էի արել, post-ի տակ տեսա, որ բանավեճի թեմայել էր ինչ որ գնում, դե բնականորեն ոնց որ հեսա քարոզարշավը սկսվում է սենց թենենց բոլորի հետ ինչ որ բանավեճեր ունենալու են, այդ թեման բանա լինելու։ Կարծրացվի, էլի սենց թենենց ոնց որ այդ բանավեճն էլ կլինի։ Հա, դա լսում եմ։ Բացի քո post-ից բանն էր, իրանց անդամներից Լիպարիտ Դրմեյանի post-ի տակ տենց երկար բանավեճ էր գնացել կոմենտների տեսքով ու ոնց որ պայմանավորել ենք որ բանավեճ կլինի, բայց ժամանակն ու բանը ոնց որ աշխատում ենք։ Մենք մեր կողմից մի հատ ինչ որ փաստաթուղթ ունենք մշակած, որը վերջնական չի, հենց վերջնացնենք ուղարկելու ենք միասնության թևերին, իրանք էլ իրանց առաջարկները կանեն ու կփորձենք դա կազմակերպել։ Ամեն դեպքում մենք ոնց որ այդ մտքից հետ չենք կանգնում, զուտ ժամանակի հարց է, այդ խոսակցությունը եղել է անցած շաբաթ։ Հիմա ոնց որ գործընթացի մեջ ենք։ Հույս ունեմ կստացվի։ Հա, թե չէ ոնց որ այդ բանը այնպիսի թեմա է, որ ասենց սպասում ես էլի այդ բանավեճին ինքնստինքյան չէի տեսա, որ այդպես post-ա եղել, այդպես խոսակցություն, ես իմ բանը արելցի, որ գրառումը տեսա, որ տակը այդ բանավեճը ինչ որ տականում է, ոնց որ հետո զգացի, որ բան չեղավ, բայց դե համենայն դեպս եթե հիմա էլ չլինի, արդեն սառել է Facebook-յան կոմենտներով իրար փոխհրաձգությունը, բայց դրա փոխարեն մենք մտածում ենք, որ իրոք մի հատ տենց adekvat բանավեճի process պետք է բանանենք, ու էսի նաև էլի քաղաքական ոնց որ մշակույթի կարևոր մաս կդառնա, որ բանավեճերը ոչ թե մենակ այն լինեն, որ չգիտեմ
վերջի օրը մեկը կանչի կամ մի քանի օր առաջ երկրորդ, երրորդ համարներին ու առաջինին կանչի ինչ որ բանավեճ լինի, այլ դա լինի ոնց որ շարունակական process։ Գիտեք, ինձ նաև շատ հետաքրքիր է այնքանով, հենց այս բանավեճ օրինակի համար այդ կլինի միասնության թվերը այդ կլինեք դուք, որովհետև ես սպասում եմ այդտեղ շատ sense քաղաքակիրթ բանավեճ, ոչ այն բանավեճերը, որտեղ իրար վիրավորում են, չգիտեմ, իրար ինչ որ բաներ են սկսում շպրտել, քաղաքակիրթ մարդիկ նստեն ու բանակցեն քաղաքական process էլի տեսնես, ոչ թե այն բոշափչացած այն բանը, որը մենք միշտ տեսել ենք, որ մարդիկ ինտելեկտուալ թող նստեն համոզեն քաղաքացուն քվեստանան, որովհետև խնդիրը օրինակ ես ինչն եմ տեսնում, ես մի հատ խոսամ, այս մեր քաղաքական process-ները, որ մշտապես ես նկատում եմ, որ հիմա այլ քաղաքացու քվեն անընդհատ անտեսվում է, էլի, որովհետև այդ չգիտեմ, մի կողմից որ ասում են ինչքան ուզենք այդքան կխփենք, մյուս կողմից ասում են այս տարի 65 ավել ենք խփելու եւ այլն, դա անարգանք է Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեի նկատմամբ։ Այդ ես սխալ եմ համարում, որովհետև քաղաքական process-ը ընդհանուր առմամբ նրա մասին է, որ դու քարոզչություն տանես էֆեկտիվ, դու համոզես, ապացուցես, չգիտեմ ամեն ինչ անես, որ քաղաքացին քեզ ինքնական բերի քվեն տա։ Կարծում եմ այդ լավագույն լուծումն է, որովհետև անձամբ ես պատրաստ չեմ ապրել այնպես պետության մեջ, որտեղ ինչ որ ավտորիտար բարքեր են ու մի անհաջող կերպարել գա ու սկսի իմ բերանը փակել, իհարկե դա տեսնում եմ, ես արդեն էլ կա։ Իդա վաղը իմ դատն է, դատական նիստն է ժամը 10:45 տեղյակ կպայեմ ինչա կատարում։ Հա, մի հատ լսենք իշխանն ուզում բան ասի։ Բաս ես կգամ։ Ես էլ եմ այդ 65%-ին հետևե ոնց որ լրիվ նույն բաները ուրիշ մարդիկ են, չէ՞ ասում։ Դե մի քանի էպիզոդ է։ Փաթեթավորումը մի քիչ ուրիշ է իրականում։ Հայց որն էլ է տենց մի բան ասե։ Ինքն է մարդ Դե ուրիշ աղջիկ կար, մյուսին ասես գնա կպի գործերիդ։ Այդ տերմինները գիտես ի կան։ Ինչ է։ Այս համակարգին այդ տերմիններն է սազում։ Մենք խի ենք ուզում համակարգը փոխենք, որովհետև սրանից 10 տարի հետո այս համակարգը որ մնաց, ուրիշ գլուխ գալու է, կասենք 68%-ից խոսա, կամ լրիվ նույն տոնով ասի։ Այս համակարգին սազում է ասել, որ ես գալու եմ ջարդեմ հաղթեմ, մի պարզ պատճառով, որ ջարդող հաղթողը տիրանում է բոլոր իշխանություններին, ճիշտ է։ Ինքը կարում է քեզ է դատի, այն մյուսին էլ փագի, այս մեկի վրա կիրառում է միութենական պետության քրեական հոդվածը, այս մյուսի վրա ոչ։ Ճոգից չէ։ Դրա համար այս համակարգով սազում է, որ առաջի ուժը տենց իրան պահի։ Ես համաձայն եմ, գիտես, այդտեղ մի հատ ուրիշ խնդիր է կա, համակարգի ներսում շատ այսպես մեծ, ես կասեի, sense առանցքային դերում են, թե ինչքանով է լիդերը ուժեղ երևում։ Այս կանոնով ինքը պետքա ցույց տա մնացած այդ համակարգերին, համակարգի ներսում աշխատող փոքր համակարգերին, որ հանգարց ձեզ խելոք պայեք, որովհետև ես 65% ստանալու։ Այդ միշտ դրա մասին է, հենց համաձայն եմ, դա որտեղ ինքը հաղթելու է ու վերջ։ Այո, ես լրիվ համաձայն եմ ու անընդհատ հենց այդ խոսույթը գնում է դրա մասին, որ հանկարծ ձեզ սխալ չպահեք, կոպիտ ասած, այդ մեսեջը անընդհատ գնում ներքև։ Մեսեջին տերել են կայնելու։ Հաղթելուց հետո գալու են ավելի շատ քո հետևից, չկասկածես։ Ես կասկած չունեմ դրանում։ Սիստեմը կբչանա որ չգան, ընկե։ Հա, ես դրանում ընդհանրապես կասկած չունեմ, ես դրան պատրաստ եմ։ Հիմա մի բան էլ ասեմ մի քիչ հումորային, ոնց որ այս վերջին փոլերի հետ կապված ձեր ձեները քչացել է, ճիշտ եմ հասկանում։ Նայած ով է 48% էր ես տեսա, բայց ավելի շուտ երևի ոչ ոքի չվստահող, այսպես ասենք, դե կարելի է ասել, որ այդ մարդիկ բոլորին դեմ են, եթե որևէ մեկին չեն վստահում, կարելի է այդպես էլ ասել։ Օրինակի համար ըստ ձեզ ո՞րն էր այդ ինչի համար այն ժամանակ մենք որ նայում ենք 61% էր, չէ՞, դեռ հունիսին 2025-ի ու քչացել է։ Այդ պատմական մի հարց էլ ինչի դուք չկաք այս բանի մեջ, հիմնական այդ ցանկի մեջ։ Երևի որ հələ կուսակցությունը գրանցված չի, օրինակ։ Չգիտեմ, մտցնողների հետ կապ չեմ ունեցել։ Չէ, կուսակցություն գրանցվածությունը կապ չունի, որտեղ այնտեղ ուրեմն ով էր, բան կարծեմ դեռ Գագիկ Ծառուկյանը չի բան արել, չէ՞, առաջարկ Հայաստանին է, մեկ էլ միասնության թևերը կան։ Ինչքան գիտեմ, հետեւյալ բանով է, այս հարցումը այնպես չի, ոնց որ 3 արվել, որ բան է։ Փետրվար ամսին արվել։ Հա, հարցումը փետրվար ամսին է, մենք այդ ժամանակ լրիվ նոր էինք, այդ է պատճառը կարծում եմ եղել։ Իմ ունեցած տվյալներով մենք հետագա հարցումներում լինելու ենք։ Այսինքն այդտեղ զուտ ժամկետի հարց է եղել, հա, այսինքն հարցումը նույնիսկ երբ որ ոնց որ դաշտային աշխատանքներում անում են, այնպես չի։
ոնց որ այդ դրա պլանը հենց այդ օրը ֆիքսում են ու անում են, էլի, այսինքն նախնական աշխատանքներ, բաներ։ Բայց մի բան ասեմ, կոնկրետ այդ հարցումը, որ արվել է, սպոնտան պատասխան են ստանում, այսինքն կարծեմ այդտեղ ցանկ չեն ասում ու մեկ բան անում, իրանք ասում են սպոնտան, որ ուժի, չգիտեմ, որ բանն եք վստահում, որ քաղաքական գործ չի, այդտեղ ցանկ չկա, այդտեղ սպոնտան են մարդիկ պատասխանում։ Երբ որ մարդիկ բանի այդ քաղաքական ուժերի մասով, ճիշտ ասած, չեմ հիշում լավ այդ սպոնտան ա եղել, թե ինչ որ ցանկ են ներկայացել, հնարավոր է ցանկ են ներկայացել, ձեր բանը այդտեղ շարժումը ցանկի մեջ չի։ Այդ մասով էտա կարծում ենք պատճառը։ Մյուսը ինչ էիք ասում։ Ասում եմ ձեր բաները իջել են, ձեր ձայները պակասել են 48%։ Դե դա ինձ թվում է, ես նենց չի, տենց ֆուլ հասկանում եմ, բայց իմ կարծիքով հետեւյալ պատճառով է։ 25 թվականի հունիսին, հա, այդ ժամանակ ընտրությունների ժամանակ չէր, այսինքն ուժերը դեռևս տենց ակտիվ չէին աշխատում, բան չէին անում, մարդկանց մոտ էլ ավելի տենց այդ իմաստով բան վիճակ էր, հանգիստ վիճակ էր, սենց ասած։ Դրանից հետո անցել է մի տարի, տարբեր քաղաքական ուժեր սկսել են ակտիվ քարոզչությամբ զբաղվել, այսինքն իրանք մտել են գործի մեջ։ Ու հետեւաբար ինչ որ մասը որ մինչև այդ կամ բոլորին դեմ էր կամ չգիտեր կամ բան իրանց համար առաջացել են ընթացքում նախընտրություններ, սենց ասած։ Ինչը ինձ թվում է գուցե մինչև ընտրությունները էլի կարող է մի քիչ աճի։ Այսինքն որտեվ քանի գնում է դեպի ընտրություններ, ինչ որ մարդիկ սկսում են կողմնորոշվել։ Բայց դա չեմ կարծում, այնպես մի հատ տոկոսի է ալնում, որ ոնց որ վերջում տենց 100%-ը կողմնորոշված են լինում, էլի։ Այսինքն միևնույնն է, մեծ մասը մեր ընտրողների իրանք մեծ մասը ասելով մեծ տոկոս բան չեն լինելու, էլի, տենց հստակ որոշած չեն լինելու կամ բոլորին դեմ են լինելու։ Ես համաձայն եմ, գիտեք, այստեղ հարցն է, որ շատ հաճախ, ինչը որ ես եմ հասկանում, մարդկանց ահագին զանգված կա, ես չունեմ այդպես տվյալներ, ինչ որ ստատիստիկ որ ասեմ, բայց մարդիկ կան շատերը, ովքեր գնում են ընտրատեղամաս ու իրանք քվեախցիկում են որոշում ու մեն քվե տալու։ Այսինքն մի հատ հարց էլ կա։ Այսինքն, բայց այս տարի ճիշտ ասած ես օրինակ սպասում եմ ավելի բարձր մասնակցության ու հույս ունեմ, որ բարձր կլինի մասնակցությունը, էլի նախորդ տարիներին դե մոտավորապես 49-50%-ի շրջանակներում է, չէ, եղել այս տարի հուսանք կոնե 55-60% մինչև կհասնի այդ բաները, էլի ընտրությունների մասնակցությունը։ Դե մենք էլ ենք մտածում, էլի, որտեղ բոլորին դեմ եմ մտել է խաղի մեջ։ Այն ժամանակ բոլոր տարբերակները ընտրելու չկային։ Հասկացա։ Հիմա կա, մենք մի խնդիր ունենք այդ կուսակցության ստեղծումից հետո, նախ մենք պետքա պահենք, որ մեր բոլորին դեմը իրական բոլորին դեմը լինի, ինչը բոլորս մեր միսիան ենք համարում, այսինքն չի շեղվելու, մեզնից մեկը հետո 5 տարի ամբիոնը չի օգտագործելու վեհ բաների համար։ Իրական բոլորին դեմը երբ որ մարդիկ ունեցան, դա լինելու է իրական գնահատական համայն քաղաքական դաշտին, իրենց հանրագումարին։ Ու մեր կարծիքով այնքան տխուր է վիճակը, որ մեզ հաջողվելու է լայն կոնսոլիդացիա ապահովել ու գալ այդ փոփոխությունները անել, որից հետո դու ընտրելու ես քո ուզած ուժին, ինքը տեսնես այնտեղ արտացոլված, այսինքն քաղաքացիների ձայներից ստեղծված խորհրդարն է լինելու, ոչ թե բարդ ինտեգրալային մաթեմով առաջացած։ Համաձայն եմ, այդ բանը կոնկրետ խնդիր է, ճիշտ ասած ես ինչի այդ խնդիրն եմ դրա, օրինակ ըստիս գոնե 2% պետք է լինի բանը, էլի իջեցի, որտեղ մի տոկոսը մի քիչ ես կարծում եմ վտանգավոր է, այդ քննադատությունն է իրականում կա, որ կարող են ինչ-որ չգիտեմ, կրիմինալ անցնի ազգային ժողով եւ այլն, ինչ բաներ ունենք, ինչ որ մեխանիզմներ կա, որ այդ մեզ պաշտպանելու է, օրինակ կրիմինալի հայտնվելուց այնտեղ կամ չգիտեմ, ինչ որ օլիգարխների, ինչ որ մարգինալ խմբերի հայտնվելուց։ 2%-ն է դառնում է երկու օլիգարխի միավորում։ Եթե բայց նայ օրինակ ասում են կուսակցության մասին օրենք, բայց այս պահի դրությամբ մենք գիտենք, չէ, որ ասենք օլիգարխներ են հայտնվում, բանել, այդ մեզ չի պաշտպանում կուսակցությունների մասին օրենքը դրանից։ Ձեզ կպատասխանի Միքայել Նահապետյան։ Նայ, երբ որ մենք ասում ենք 1%-ի դեպքում կրիմինալ կհայտնվի, այդ նույն ժամանակ ուղիղ տեքստով, այսինքն մենք ասում ենք, որ մի քիչ ավելի ուժեղ կրիմինալի հետ օքեյ ենք։ Որովհետև կա, որովհետև առնվազն ես քեզ 2 ռեգիոն կարամ ասեմ, 2017 թվականի ստատիստիկայով, մեկը Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկն է, մյուսը Արարատի մարզն է, որտեղ եղել են անհատ տեխնացուներ, ովքեր 5%-ի շեմնել կարային հաղթահարային այնքան զեն են ստացել։
Հետևաբար մենք մեզ պետք է հարց տանք։ Մեր խնդրեմը այնա, որ չենք ուզում պուջուր կրիմինալ հայտնվի, թող մեծը հայտնվի, թե մենք այդ հարցը ուզում ենք առհասարակ լուծենք։ Եթե մենք այդ հարցը ուզում ենք առհասարակ լուծենք, մեզ պետք է մի անգամ նորմալ կուսակցությունների մասին օրենք ու դրանց նկատմամբ վերահսկողական գործիքներ սարքել։ Բայց դա արդեն մնաց մյուս կառավարության վրա, որովհետև դուք ծրագրային այդ չեք առաջարկում, այդ մնաց արդեն ով որ գալիս է, ինչ պետք է այդ ռեֆորմն անի։ Ինչ ենք տենց արել, որովհետև գտել ենք, որ կուսակցությունների մասին օրենքը առանց կուսակցությունների քննարկման ու համաձայնության, սենց մեկ քաղաքացիական նախաձեռնության կողմից ներկայացնելը գուցե իրականությունից կտրված կլինի։ Հետևաբար մենք ֆիքսում ենք մեզ որպես քաղաքացիներ ինչա պետք, մեզ պետք է որ մեր գաղափարները ներկայացված լինեն։ Եթե դրա պատճառով առաջանալու են պաբոչնի էֆեկտներ մեծ քաղաքական ուժերի, քաղաքական իշխանության, քաղաքական ընդդիմության համար, դա հարթություն է դառնում, որ իրանք կան նստեն քննարկեն, օքեյ, եթե հիմա խաղի կանոնն է նա, որ ով մի տոկոս ունեցավ, գալու է կողքներս նստի։ Բա ինչ չափանիշներ ֆիքսենք, որ վստահ լինենք, որ այդ մի տոկոսը գանգստեր չի։ Okay, բայց այստեղ մի հատ խնդիր է այդտեղ առաջանում, որովհետև արդեն նոր փոփոխություններով, եթե դուք կարողանում եք այդ փոփոխություններն անել, արդեն իսկ այդ մի տոկոսանց ուժը լինելու են, չէ՞։ Կարանք բան անենք, հիպոթետիկորեն պատկերացնենք, որ տենց արդեն կրիմինալներ մի տոկոս էլ կան։ Իրանց հետ ոնց ենք իրանց դեմ պայքարելու։ Մեկ է մի հատ էլ այդտեղ խնդիր կա, ես մի հատ ուրիշ հարցել ունեմ, օրինակի համար էս նոր փոփոխությունները գալիս է, ավելի արդար համակարգով ուրեմն ընտրություններ են տեղի ունենում, նոր ուժը գալիս է, ավտորիտարիզմը խոդ է տալիս ու այս ամբողջը ռոլբեք է անում, հետ է տալիս։ Դրա դեմ ո՞րն է գործիքակազմը։ Առաջի հարցի մասով, եթե պարլամենտում հայտնվեն անցանկալի ուժեր, այդ ոնց ենք իրանց հետ համաձայնացնելու փոփոխությունները, կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքականության մեջ միշտ գոյություն ունենալու mainstream ու կոնտր mainstream, երկու գերիշխող ուղղություն ալնելու, իշխանության գերիշխող ուղղությունը ու ընդդիմության գերիշխող ուղղությունը։ Եթե որևէ կանոնի շուրջ այդ երկուսը պայմանավորվածության կան, իրանք կարան փագեն բոլոր 1%-անոց այդ կուսակցություններին, որոնք կրիմինալ են, ու դա հանրային բողոք չառաջացնի։ Եթե խաղի կանոնները արդար սահմանեն իրանք։ Այդ մասով, այսինքն չես կարող էլի մենակով գանգստեր գնաս նստես պարլամենտում, ասես բան, ես դեմ եմ, որ ֆինանսավորումը թափանցիկ լինի, ես դեմ եմ, որ իմ կուսակցությունը լինի կոլեգիալ կառավարվող մարմին, չես կարող այդպես բան անես, որովհետև քեզ կպարտադրեն ու դու աջակցություն չես գտնի, որովհետև այդ պարտադրանքը կլինի դեմոկրատական։ Այս այդ մասով, երկրորդը, այս ամեն ինչը հետ փոխելու մասով։ Նախ քիչ հավանական է, որ ինչ որ մեկը կստանա սահմանադրական մեծամասնություն այս ամեն ինչը հետ պտտացնելու համար։ Իսկ պայմանավորվել հակադեմոկրատական օրենքի շուրջ դժվար է, որովհետև դա ֆենսի չի։ Մի րոպե, այսինքն նույնիսկ այս փոփոխություն անելու համար էլ է սահմանադրական փոփոխություն, սահմանադրական մեծամասնություն պետք։ Այս փոփոխությունները անելու համար սահմանադրական մեծամասնություն չէ, այսինքն ազգային բայց քանի որ ինքը ժողովրդավարացման ուղղված փոփոխություն է, ինքը դրական փոփոխություն է։ Ու եթե սրա շուրջ ձևավորվում է հանրային ճնշում, սա ընդունելը հեշտ է։ Սա հետ փոխելը, որը հակադեմոկրատական է, որը ներդրվել է այս փոփոխությունը, ինչ որ դաշտ է ձևավորվել, մարդիկ տեսել են, որ պրինցիպի լավ եղավ այս փոփոխության արդյունքում, մարդիկ ավելի հաշտ են իրանց զգում, ամեն մեկը իր ներկայացուցիչն ունի։ Դա բռնել հետ պտտացնելը լինելու է ոչ պոպուլյար քայլ։ Ոչ պոպուլյար քայլ կոնսենսուսով հնարավոր չի անել, իսկ մենակով անելու համար չեմ կարծում, թե ինչ որ մեկը 67% ունենալու է։ Դուք կարծում եք մեր հանրությունը այդքան արժևորում է դեմոկրատական արժեքները, որ, ասենք, եթե ինչ-որ խնդիր լինի, իրանք տեսնեն, որ բանա, խնդիր կա, այսպես ասենք, այդ համակարգային, ու իրանք ուզում են հետ պտտացնեն, հանրարմամբ հանրությունը կգիտակցի, որ այսպես ասենք, այդ սա հակաժողովրդավարական է ու բան կանի, որովհետև այսպես ասեմ, եկեք բան չանենք, էլի, չթերագնահատենք պոպուլիստների, որովհետև պոպուլիստները կարողանան հենց ֆռացնեն հենց այս բանը, իրանք ապացուցեն, որ այս փոփոխությունը, որ դուք արել եք, դա հենց հակաժողովրդական փոփոխություն է, հակաժողովրդավարական, դա, չգիտեմ,
ինչ որ կարող մարգինալ խմբեր լինեն այդ ընդհանրապես հիմք տասի այ տեսեք էլի օլիգարխները սրա արդյունքում լծվեցին էլի ոնց որն է մեխանիզմը դրա դեմ ոչ մի հանրություն դեմոկրատիան ինքնին չի արժևորում հանրություններն արժևորում են դեմոկրատիայի արդյունքները կլինեն արդյունքներ ու մարդիկ կուզենան դա պաշտպանել երբ որ մարդը իմանա որ հիմա գերում է վարչապետի աշխատակազմ Արքան եթե համաձայնեց իր խնդրանքը բավարարի, դա լուծվում է, եթե չէ, մոռացի քո խնդիրը լուծելու մասին, այն է, բան, աղջկա դպրոցի դիրեկտորը նշանակել, չնշանակել, մի մարդ է որոշում։ Երբ որ մարդը տենա, որ այս փոփոխությունների արդյունքում ինքը մոտիկ իր գյուղից падգամավոր ունի, նենց է ստացվել այդ քաղաքական ուժի ղեկավարը իր գյուղից է ու հեշտ այդ հարցը լուծվում է, դիմում է այդ մարդուն, այդ մարդը քաղաքական առևտրի տարածք ունի, որտեղ իր ձայնից բան է կախված, պարլամենտը բազմազան, հա։ Այս մարդը որ տեսավ, որ դա ավելի լավ մեխանիզմ է կյանքը կազմակերպելու, ինքը դուրս է գալու այդ մեխանիզմը չեղարկելու դեմ բողոքի ակցիայի։ Եթե ընենց կհամոզեն, որ մարդը դուրս չի գա, ի վերջո ժողովուրդն է որոշելու, թե որ ձևով է ուզում ապրի, կհամոզեն հետ փոխել, թող հետ փոխեն, լավը կլինի արդյունքները, ուրեմն մենք պարտվեցինք, սխալ էինք։ Վատը կլինեն արդյունքները, մենք արդեն մի քիչ ավելի ոչ ընտրական բնույթի պայքար կազմակերպենք։ Չէ, կակրասը տեղ քեզ չեմ նայում, քո շնջիլը արգերավել է։ Կոմենտին է դառումով։ Լավ դու մի խոսա։ Համաձայնագիր եմ ստորագրել, որ բռնությանը դեմ եմ, հայոյը պրինցիպիալ չի հայոյում ավելին շատ վատ աչքով եմ նայում, մանավանդ համացանցով հայոյանք թույլ տվող։ Ինձնից տենց ույսեր չունենանք էլի, որ հակասաբանի, հակասաբանազետան չէ, հակաչակագրային բաներ չակին կալետնզնից Հասկացա, այսինքն դու նկատի ունես ձեր հռչակագիրը, որը որ դուք ստորագրել միացել եք։ Դες դու այսօր խոսում էի բանից, չէ, դեբատներից։ Հա։ Ինչ լավ էր, որ դեբատների առողջ մթնոլորտն էր։ Դա միանշանակ շատ լավ կլիներ։ Ու որ մեկը դեբատի վաղտ օրինակ թույլ տար ձեր քաղաքական հայրերը բանսես տերմիններ, դրանց ցուցակից հանեին պրոստը առողջ բաները, լրագրողները պրոստը էլ դրան չկան չէին, որտեվ այդ վարկը անընդունել է։ Գիտես խնդիրն ինչու՞մ է, ես մտածում լրագրողների խնդիրը կա, որովհետև լրագրողների մեջ օրինակ տարում շատ հաճախ նկատվում է այդ cancel culture ասածը կա, մերժում են այն քաղաքական գործին, որը կարա իրանց արհամարի, վիրավորի եւ այլն, էլ չեն մոտիկանում, հարցեր չեն տալիս ու սոլիդարություն կա այս բաների լրագրողների մեջ, որ եթե իրանց գոլեգային վիրավորել են, իրանք հետ ընդունում են նաեւ իրենց հասցեն, բայց Հայաստանում ցավոք սրտի այս պահին այդպիսի մշակույթ ոչ կա, ոչ ես կարծում եմ մոտակա ժամանակներում համենայն դեպս սպասվում է մեզ այդպիսի բան։ Այս կլինի ես ու դու ցանկանանք ու պայքարենք դրա համար։ Կարանք պայքարենք սկզբունքայինորեն, ուղղակի մեր պայքարը ինչ որ արդյունք տալու է թե չէ, դա հարց է արդեն։ Դու որ օրինակ դու կարես քո պատերազմին մասը իր արդյունքիդ վրա վստահեիր, չէ, բայց հանունիդ վրա վստահեիր, չէ, պայքարելուց։ Հա դրա իմ պայքարը ենք։ Հիմա մենք մեր հանունին ենք վստահ։ Մենք մեր հանունին վստահ ենք, պայքարում ենք։ Հիմա որ էլի Հայաստանի վրա հարձակվեն, փոքր թուլը լինի, ու քո զենքը լավը չլինի, պաշտպանելու ենք, չէ։ Մենք վստահ ենք, որ հասնում է պաշտպանել։ Ճարներս ինչ։ Ճարներս ինչ չէ, դու սրտանց ուզում ես պաշտպանես։ Միանշանակ։ Վինուս Ջոնի մարդիկ թողում գնում են։ Չէ, դու ուր թողնես։ Ախպերս գնացել են, միլիոններով գնացել են։ Հիմա դու տենց չես։ Տես։ Ես նկատի ունեմ, եթե թեժ պահը սկսեց, ոնց որ Արցախը չի, որ Հայաստան կար, օրինակի մար Արցախից Հայաստան եկան։ Մենք գնալու տեղ չունենք, մենք ուզած դու ժամանակին որ գնալու տեղ ունեիր, մեկը չես գնացի, չէ։ Եթե պետությունից գնալու մաս, ես հիմա եք արամ գնամ, բայց չեմ գնում։ Սա քոնն է եւ վերջ։ Հիմա սա մեր Հայաստանն է, ոչ մեկ իր Հայաստանը մեզ չի տալու իր երկիրը, որ գնանք է ընդ գոնե մենք երկրորդ սորտ ենք մինչև վերջ մնալու։ Մենք պետքա կյանք դնենք այս ամենը դզելու համար։ Որ մեր երեխեքը ուզենան սա պաշտպանեն, ոնց որ ես ու դու ենք ուզեցել։ Ինքը մանից վերածվում է մի բանի, որ մարդը չուզենա պաշտպան։ Ինձ իմ մարտական ընկերներն են հարցեր տալի, ինչի ենք էսի անել, ջոգի չէ մոտները կրիզիս է գաղափարի, բոլորի չէ, բայց ոմանց ու բնական է։ Հիմա մենք պետքա վերացենք Հայաստանն այստեղի,
որը այնքան արտար է, որ համ արժի պաշտպանել, համ քաղաքականությունը այն քաղաքականությունն է, որը պետք է լինի, համ ուրիշ հայերն են ուզում հետ գան ապրեն, ու ստարտը ընդհանուր կառավարելու կանոնը փոխելուց է Ես սկսում։ համաձայն եմ։ Մի հատ ուրիշ հարց տամ, շատ էր։ Այն ժամանակ հիմա արդեն էլ ոնց որ այդքան քննադատություններ չեն հնչում, քանի որ իքը փոքր կուսակցություններ են գալիս ու հստակ է, որ երևի մի 15 կուսակցություն լինելու է, որ ձայնա փոշիացնելու։ Ես կասկած չունեմ, անցած ընտրություններից ավելի շատ են լինելու ձայն փոշիացնողները, ինչ ցավոք սրտի ներկա այդ ընտրական օրենսգիր պայմաններում գնալու է բոնուսով անցնողներին ամենաշատը առաջին տեղին, հետո արդեն երկրորդ, երրորդ ու այդպես շարունակ։ Բայց այս պայմանությամբ իհարկե ամենաշատ քննադատության դուք եք ենթարկվել ձայն փոշիացնելու այդ հարցով ու ոնց որ բնականաբար բարձր չէ, եթե ընտրությունների արդյունքում հանկարծ դուք փոշիացնեք, այն որ սաղին մոռանալու են կոնկրետ ձեզ են թիրախավորելու։ Իրանք կոնկրետ, ասենք, ես տենց եմ պատկերացնում, քանի որ տենում եմ այդ տրամադրվածությունը, իրանք սա ասես կենտրոնանալու են, ասեն, այ դուք բան արեցիք, ձայն փոշիացրեցիք, մոռանալով են մնացած 20-ի մասին, որ ձայն փոշիացրեցին։ Ոնց եք դուք դրա տրամադրված, ոնց եք պատրաստվում։ Այդ շատ կարևոր հարց է։ Ուղիղ եթեր, մենք ամեն օր մի հատ ադատ ունենք, ըստեից բան ենք փոկում, միշտ տարբեր մարդիկ տարբեր ձևերով, ոնց որ քանի որ այս էպիզոդին էլ դու մեզ հյուր ես եկել, այս էպիզոդը կարող է վաղը չէ մյուս օրը եթեր գնա, բայց ոնց որ կարող է այդպես օֆիցիալ փոկողը դու լինես ու կարաս ինչ որ ոնց կուզես, բոցանելով, չգիտեմ։ Բայց մի հատ բան էլի, մենակ այդ մի էջ էլի փոկվի իտոգում։ Խնդրում եմ սաղ չգցես։ Ոնց որ Քաշեմ։ Այնտեղ նայ, հենա, տես ընդել երկու կամերա է։ Բայց կարևորը մեր կամերան է։ Բայց պետք է մտածենք մի հատ պերֆորմատիվ ձևով, էլի անենք, որ հետաքրքիր։ Մտածենք, հենց հիմա մտածենք։ Այսպես մի հատ բան անենք սուպլեքս, այսպես քաշենք փոք։ Օй, օրո։ Էդի լրի։ Բան եղավ այն մեր ըմբշամարտիկների պես։ Հա։ Խնդիր չկա։ Արման Ծառուկյան արա։ Թղթի դեմ, ցավոք սրտի։ Լավ, չէ, հանգիստ բան անենք, էլի, որ փոքրիկ ձևով։ Կիսատ կնա։ Սուպլեքսը ավելի լավն էր։ Հա։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Այսօրվա փոքրին կոչ ենք անում բոլոր մարդկանց, ովքեր կնայեն այս եթերը ու կուզենան գան մեզ հյուր, կարան գան ու նաև դառնան այս շարժման թիվ փոկողներից մեկը։ Հա, ճիշտ ասած ասեմ, որ շատ հյուրասեր են տղեկը, իրանք միշտ պատրաստ են հյուրընկալելու մարդկանց, դաժե ես համոզված եմ, որ հակադիր ճամբարներից եւ այլն քննարկումների բաների համար կարծում քաղաքականության մեջ միշտ ավելի լավ է իրար այդպես բանակցեք քննարկեք, քան թե չգիտեմ, հերու իրար վրա ինչ որ բաներ էլի, հայհոյանքներ ու բաներ կրակեք։ Մենք որպես կուսակցություն, որոնք ցանկանան այս ընտրությանը մասնակցենք իրանց դեմ, մենք հասկանում ենք, որ ուրիշ հայեր չունենք։ Երկրի հարցերը իրանց հետ ենք լուծում։ Նույնիսկ նրանց, ում օրինակ դու ընդհանրապես չես հավանում կամ ես։ Ուրիշ հայ չունենք։ Հա, միանշանակ, այդ հարցում համաձայն եմ։ Ու մենք իրանց անձերին դեմ չենք։ Իրանց ուժերին ենք դեմ, այնը եթե մասնակցեն։ Հասկացա։ Okay, ես մի բան ասեմ, կոնկրետ ես դեմ եմ բոլորին դեմ չեմ։ Իհարկե ես նշեմ, քանի որ սենց շատ է բան է լինում, մեկը ասում են դու գնացիր դեմեմին միացար, չէ, դեմեմին չեմ միացել, այստեղ ունեմ ընկերներ, շատ մարդիկում շատ հարգում եմ, անձինս ոնց որ իշխանն է մեր։ Բանի առումով, այս ամեն ինչի առումով ես իմ կարծիքը ասեմ, ես կարծում եմ, որ իհարկե ես իմ պատճառն ունեմ չմիանալու, բայց ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական process, որը ենթադրում է քաղաքակիրթ պայքար, որը ենթադրում է մարդիկ, ովքեր որ կպել են այս պայքարին, հավատում են, որ փոխելու բաներ կա ու իրացում են իրանց իրավունքը որպես քաղաքացի, դա ամբողջությամբ ընդունելի է, ամբողջությամբ իմ համար ոնց ասեմ, անգամ լավ է, էլի ոնց որ որովհետև այս բազմազանությունը քաղաքական դաշտում ինչքան շատ լինի, այնքան լավ, այնքան քաղաքացին էլ ավելի շատ որոշում կայացնելու տեղ կունենա, տարբերակ կունենա, եթե դուք կարողանում եք իրանց համոզել, որ ձեզ քվետան, ես ընդհանրապես այդտեղ խնդիր չեմ տենում, ուրեմն համոզեք, վերցրեք այդ քվեն, քաղաքակիրթ ձևով, որովհետև ոնց որ մենք էլ մարտի 1 ենք տեսել, ինչ որ օկտեմբերի 27-ը ցաղետներ ենք տեսել ու մենք պետքա ոնց որ լավա որ սովորում ենք քիչ-քիչ դանդաղ, բայց ոնց որ քաղաքակիրթ տարբերակին ենք գնում։ Կարամ մեր կուսակցության տարբերությունը, ասեմ, դրանով էլ ավարտենք։ Հա։ Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, հա,
մեր ընտրողները կային, մենք չկայինք։ Մենք առաջացել Բայց ձեր ընտրողները քչացան, էդ ասեմ 48 Ոչինչ։ Դա Հայաստանի համար լավ է։ Մեր ընտրողները կան, իրանք իրավունք ունեն ասելու, որ ձեր եփած բոլոր բորշերից ոչ մեկը չեմ ուզում ուտել։ Ու այդ իրավունքը մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր տեսակի ընտրություններին ունենան։ Կլինի տեղական ինքնակառավարման, այլ բոլորին դեմ մարդը պետքա կարանա ասի ու դա ալնելու է գնահատականը բոլոր քաղաքական ուժերի հանրագումարի։ Մենք մի գործ ունենք մարդկանց հասցնել այդ ինֆորմացիան, որ ձեր ընտրելու տարբերակը կա, ինչին քեզ մերսի, որ օգնում ես, մենք էլ հեսա որ գրանցեն, էլ ավելի ջանք կթափենք։ Նպատակներից մեկն է, թե քանի որ դուք իմ համար շատ հետաքրքիր sense շարժումը շատ հետաքրքիր, շատ լավ մարդկանցով, ու բանն է, ձեր թափանցիկությունը այն շատ դուր գալիս, շատ է դուր գալիս։ Այն դռները բաց են մեջը, տենաս ինչ կա։ Դե, այնտեղ ոդկասթը всё-таки սկսեք արեք, այդ ոդկասթը նայեք։ Ասած ինչ այդ թափանցիկությունն շատ դուր է գալիս։ Ձեր ու հետաքրքիր է ընդհանուր առմամբ այս process-ները, ես հույս ունեմ, որ դու կկարենաք ես ընտրապայքարի ժամանակ, եմ որ ասում մահավոր պատշաճի, ձեզ ներկայացնեք մեր քվետվողներին, մեր քաղաքացիներին, ովքեր ունեն իրենց կարևորագույն քվեն, ինչքան ձեզ ասեմ, որ կարևոր չի չհավատաք, անպայման գնացեք ընտրությունների, որ ուժին դուք կընտրեք, որ ուժին որ կհամարեք, որ ձերն է, ձեզ ավելի հարազատ է, նրան էլ քվե տվեք։ Իմ բանը Ոչ մեկ ինչ եք հավանի, ընտրեք բոլորին դեմ։ Դրա համար ենք ստեղծենք։ Մի խոսքով, լավ, Իշխան ջան, դե երևի այս ուրախ նոտայի վրա էլ արդեն բանանենք։ Всё, մենք ընթացքում էլի update-ների համար երևի ես ինչ որ պահերի կգամ, այտենց կարող է մի ամսից գամ, կարող է հանգարցակի է գաս օֆիցիալ ասում եմ։ Մի հատ հանգարցակի գամ, դե ներխուժեն ներս, հա։ Տենց 8-10 տարի ոնց է չլինի մարդ կա։ Շատ լավ։ Դե այդ դեպքում դե կհանդիպենք, ինչ ասեմ, всё։ Լավ է։ Հաջողություն ընկերներ։ Տան ընկեր։